Ողջույն բարեկամներ։ Ինչև ես կներկայացնեմ այսօրվա կարևոր իրադարձությունները, խնդրում եմ չմոռանալ սեղմել լայքի կոճակը, գրեք անպայման ընթացքում ինչ եք մտածում հարցերի մասին եւ անպայման տարածեք։ Եվ թե բաժանորդագրված չեք մինչև հիմա, բաժանորդագրվեք խնդրում եմ։ Եվ այսպես, ես կասեի մենք պատմականորեն այնպիսի շրջանում ենք ապրում, որ հետո հետ ենք նայելու ու զարմանանք, որ մենք այս ամեն ինչի վկան ենք եղել։ Հարցում ուզում եմ սկսել Լեռ Կամսալի խոսքերով, որն ասում է, ես միայն Հայաստանի կառավարությունից եմ վախենում, նա Թուրքից ավելի է պաշտպանում Թուրքիայի շահերը։ Տեսնես մի 100 տարի առաջ, մոտ 100 տարի առաջ, ինչ արել հայկական կառավարությունը, որ Լեռ Կամսալը գրեն։ Իսկ եթե չնայենք, որ Լեռ Կամսալն է գրել սա, կմտածեինք, որ այսօրվա իրականությունը տեսնողներից մեկն է գրողը։ Հիմա ես նայում եմ զուգահեռներն ուզում եմ պատմական անցկացնել, ուզում հասկանամ ոնց է ստացվում, որ կառավարությունում հայտնվում են մարդիկ բարբերաբար փաստորեն պատմության ընթացքում, որոնք Թուրքից ավելի շատ Թուրքիայի շահերն են պաշտպանում։ Այս եւ այլ խնդիրների մասին շարունակենք մեր հաղորդման ժամանակ։ Եվ այսպես, ասանք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի ու Շահամալիրին ցեղասպանության ուրացմանը եւ այսպես ինչ որ Հայաստանը մենք ենք էջը բացվել, նման էջ ես էլ ունեմ պետք է ասեմ։ Սա սկրինշոթն է, սա օրիգինալը չի։ Որը կոչ է անում հունվարի 21-ին հայերին, որ թերևս մնացել է վերջի խոչընդոտը խաղաղության համար։ Գրում է, երկիրը պետք է վերանայի ապրիլի 24-ի կարգավիճակը։ Այս օրը, որը տասնամյակներ շարունակ սգող օր էր, պետական տոն, այսօր դարձել է Հայաստանում խաղաղության եւ բարգավաճման գլխավոր խոչընդոտ։ Մենք միշտ կարճած ենք 1915 թվականի իրադարձությունների հիշողությունից, մեր հարևաններն ու պոտենցիալ գործընկերները մեզ տեսնում են միայն որպես անցյալի դժգոհություններով ապրող ազգ։ Այ սա խանգարում է մեզ առաջընթաց փաստորեն զարգանալու համար։ Ժամանակն է վերանայել, վերջապես ընդունել, որ Ծիծեռնակաբերդ տանող ամենամյա երթը այս ամսաթվի քաղաքականացումը անմիջականորեն վնասում է ազգային շահերին։ Սա նույն երեկվա, եթե հիշում եք, որ Հայաստանի գլխավոր սպառնալիքները դրանք ազգային կառույցներն են, եկեղեցին, մշակույթ, հիմա լայնամասշտաբ բոլոր մակարդակների վրա հարձակվում է Հայաստանի վրա։ Դրանք օտարացնում են Թուրքիային, պատկերացրեք ինչ կորուստ է, օտարացնում են Թուրքիային, որի հետ ինչպես նշել է մեր առաջնորդը, իրենց առաջնորդը, մենք փոխադարձաբար փակել ենք թշնամանքի գլուխը, դու քո գլուխը կարող ես փակել, ու ձեր առաջնորդն է դա նշել, մեր համար ինքը թուրքերի խոսնակն է, թուրքերի երազանքների իրականացնողն է Հայաստանի տարածքում։ Դրանք խոչընդոտում են Ադրբեջանի հետ վերջնական կարգավորումը, որի գործընթացն արդեն մտել է վերջնական փուլ։ Ինչպես կարող ենք պահանջել ներդրումներ եւ բացել սահմաններ, փաստորեն մենք պահանջում ենք ներդրումներ, լսեք։ Երբ մեր հիմնական պետական խորհրդանիշներից մեկը մնում է հավերժական զոհի կերպարը։ Պատրաստ եղեք Ծիծեռնակաբերդը ավիրելու եւ Երաբլուրը եւ մնացած այդ կապված հուշարձանները։ Մեր առաջնորդը 4-րդ հանրապետության իրական ճարտարապետը, լսեք, իրանց առաջնորդն է, 4-րդ հանրապետության իրական ճարտարապետը, պատկերացնում է այլ ապագա, որտեղ Հայաստանը համագործակցության կամուրջ է, այլ ոչ թե վշտի թանգարան, սա անցնում է կործանարար վշտից դեպի ստեղծագործական աշխատանք։ Աշխատանքային օրը կորցնելու փոխարեն մենք պետք է այն օգտագործենք ճանապարհներ կառուցելու։ Այդ ճանապարհներ կառուցելու համար մեզ խանգարում է ապրիլի 24-ը ու Շահամալիրը եւ այլն։ Թուրքական կապիտալ ներգրավելու եւ տարածաշրջանային նախագծերին ինտեգրվելու համար։ Նա հարցնողն է, էլի։
Այ որ փոանտեր քո առաջնորդի հետ միասին։ Ինչ ցուցական կապիտալի մասին է խոսքը։ Այն բանկրոտ երկրի, որ ինքը պարտքերի տակ ու ինֆլյացիայի տակ ճռում է, այ անգրագետ անհայրենիքներ։ Դա գնանք առաջ։ Մեծ նախագծներ գծվելու համար, որոնք իրական գումարներ կբերեն բյուջե եւ քաղաքացիների սեղաններին։ Չէ, սխալ ձևակերպ է։ Բյուջե եւ կառավարության հաշվեհամարներին։ Նրանք, ովքեր դեմ են որոշմանը, գիտակցաբար, թե ոչ պաշտպանում են Հայաստանի մեկուսացումը, աղքատությունը, բայց գիտեի Հայաստանի աղքատությունը նրանից է, որ Հայաստանի կառավարությունը ապաշնորհ թալանչի, սրիկաների, կոռումպացվածների, հանցագործների մի կույտ է։ Նրանք ուզում են, որ մենք մնանք պատմության հավերժական պատանդներ, էլի, ինչպես Իսրայելը։ Ինչպես Իսրայելը չի մոռացել հոլոկոստը ու ինքը պատմության պատանդ է, ինքը աղքատ է, այ դրա համար չի զարգանում, բա։ Մինչդեռ մեր կառավարությունը խնդրում է մեզ դառնալ մեր սեփական ապագայի տերը։ Դա ձեր կառավարությունն է, Հայաստանը դուք չեք, բացարձակապես դուք թուրքական ներդրած տականքներ եք։ Ես չգիտեմ, սա նույնիսկ կարող է թուրքերն էլ վարում են այս էջը։ Սա իմ եւ ովքեր երկար ժամանակ Հայաստանը մենք ենք էջին հետևել են, սա այդ Հայաստանը մենք ենք այդ ոչ մի կապ չունի։ Սա թուրքական էջը, թուրքական։ Որոնց առաջնորդը նման ծրագրեր ունի մեր հետ կապած։ Հիմա խոսքը մեկն է, թե մենք ինչպես կպատասխանենք սրան։ Մենք միշտ կպատասխանենք սրան, ուրեմն նախ ձեզ տեղեկացնեմ, որ Դավոսում Ալիևը հանդիպել է Թրամփի հետ, մենակ քննարկելով Զանգեզուրի միջանցքը առանց Փաշինյան Նիկոլի։ Այ Փաշինյան Նիկոլը իրանց պետք չի։ Իրանց առաջնորդը Փաշինյան Նիկոլը այնտեղ ընդհանրապես սուբյեկտ չի։ Նա ընդամենը գլխաքանակ է, այ ոնց որ Նիկոլն է իր այս պատարակներին գլխաքանակ ապահովում իրան ենթակա ստրուկներից, այնց էլ Թրամփը իդեմս Նիկոլի գլխաքանակ է ապահովել ընդամենը այս միջոցառման ժամանակ։ Եվ կարևոր հարցերը քննվում են ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հավասարաբար, այլ Ալիևի հետ, որովհետև տարածաշրջանը տրված է Ալիևին, ավելի ճիշտ Թուրքիային։ Այս պարագայում Ալիևն է, կարող է Էրդողանը լիներ։ Բայց ուզում եմ իմանալ, որ ասում եմ մեր առաջնորդը, դա գուցե իրանքի նկատում են բանին, Էրդողանին։ Փաշինյան Նիկոլը ստեղ չկա։ Փաշինյան Նիկոլը ընդամենը հայ ժողովրդի ներողություն։ Հայ ժողովրդի ներկայացուցիչն է, Շակերտավոր եմ ասում ներկայացուցիչն է, դա էր շնորհիվ խորհրդարանական ընդդիմության, որ առ այսօր ինքը Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչն է։ Որի շնորհիվ Հայաստանի հարցերը քննվում են նույնիսկ առանց իրա։ Հասկանում եք ինչքան ինքը ոչնչություն է, չնայած ինքը որտեղ է լինել բան չէր փոխելու, ինքը ոչ մի բան իհարկե չէր ասելու, բայց նույնիսկ դրան էլ արժանի չի, որ իրեն վերաբերվող, այսինքն Հայաստանի վերաբերվող հարցերը քննարկման ժամանակ գոնե ինքն դե որպես գլխաքանակ ներկա լինի։ Նույնիսկ դրան արժանացած չի։ Իսկ Ադրբեջանը միևնույն ժամանակ պայմանագրեր է կնքում աշխարհի ամենա հարուստ եւ ազդեցիկ հիմնարկներից մեկից, կամպանիաներից մեկի հետ Black Rock ընկերություն։ Սա մի հսկայական մոնստր է ֆինանսական։ Համատության մեջ ասեմ, Black Rock-ը 13 տրիլիոն ավել կապիտալ ունի։ 13 տրիլիոն, որպեսզի հասկանաք այդ ինչքան շատ է, Ամերիկայի բյուջեն մոտավորապես կարծեմ 7-7.5 տրիլիոն։ Black Rock համարյա երկու անգամ ավելի հարուստ է, քան Ամերիկայի բյուջեն։ Black Rock-ին են պատկանում ինչ հնարավոր է, ինչ գիտեք, ինչ առնում եք, ինքը դպայ ունի։ Ինչին ձեռեք տալի Black Rock-ը նկա։ Վառելիք կլինի, մեդիա կլինի, ուտելիք կլինի, հագնելիք կլինի, մեքենա կլինի։ Ինչին ձեռեք տալի Black Rock-ը, սա հրեական կամպանիա է,
եւ հրական լոբինգի ամենամեծ դոնորներից մեկն է նաեւ։ Եվ Ադրբեջանը ուղիղ բանակցությունների մեջ է Black Rock-ի հետ։ Դե հասկանում եք, չէ՞, դեռ Հայաստան, ի՞նչ է Հայաստանը իրենց համար։ Ոչ իմանալ։ Ու այս ամեն ինչը շնորհիվ Փաշինյան Նիկոլի։ Ալիևը Փաշինյան Նիկոլի արցանը պետքա դնի իր տան մեջ, հենց մեջտեղում։ Մի հատ էլ Բաքվի մեջտեղում, մի հատ էլ ձուլի կախի իր դոշից, այսպես։ Փաշինյան Նիկոլի դեմքը կարա լինի, չգիտեմ, արցանը կարա լինի, փոքր մոդելը կարա լինի։ Փաշինյան Նիկոլն էլ որ այս ոչնչությունից, այս չեղած այս սրանից սարքեց միջազգային խաղացող, որը հասել է նրան, որ Black Rock-ի հետ ինքը պայմանագիր է կնքում գազի, նավթի արտահանման ճանապարհների, մանավանդ արդեն Զանգեզուրի միջանցքն էլ դրել են գրպանը եւ Ասիայից դեպի Թուրքիայով դեպի Եվրոպա տարանցիկ ի՞նչ է պետք։ Ասում Ալիևը կատակ չի անում, ասում է իմ ճանապարհն է։ Հենց իմ ճանապարհն է։ Իմ սեփականություն։ Այսօր թուրքական կապիտալ, թուրքական ներդրումներ, այս հայտարարության մեջ որ խոսում էր, պատահական չի։ Իրանք ամեն ինչ արդեն պայմանավորվել են։ Դեռ 20 թվականից։ Եվ գուցե դրանից առաջ։ Ამ դեպքում հիմքը դրվել է 20 թվականից պատերազմով։ Դե ինքներդ ասեք։ Այս ամեն ինչին աջակցողը, այս ամեն ինչի մասին լրողը, այս ամեն ինչին օգնողը ով է ինքը։ Սա դոկտոր Մահն է, որ 19 թվականին գրում էր Արցախը հայոց պետականության պահպանման գործում կարևորագույն դեր ունի։ Եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը։ Շնորհակալություն բոլորին զինվորից մինչև գեներալ մեծ սահմաններ անմեղիկ պահելու համար։ 19 թիվն է։ Իսկ այսօր մեզ տեղեկացնում է, որ սիրելի հայրենակիցներ տեղեկացնում է, որ Ադրբեջանի Հանրապետությունում ու գրած Ղարաբաղում, Արցախ չէ, տակը Արցախը, հիմա Ղարաբաղ։ Մինչ այժմ մնաք որ 10 հայեր եւ ազգությամբ ռուս 1 քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պետական մարմինների Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Տեղափոխվել են Հայաստան արդեն։ Ցանկացած մեկը, որ սրանց հետ շփվում է, սրանց աջակցում է, ուրեմն դուք պետք է իմանաք մի բան, որ սրանց համար նորմալ է 19 թվին ասել մի բան, 26 թվին ասել այլ բան։ Ու իրականացնել դա։ Այսինքն ասել մի բան, հետո իրականացնել կոնկրետ հակառակը։ Այսինքն սա իրանց համար նորմալ է, նորմալ։ Այսինքն իրանք ինչ որ ձեզ ասում են, վաղը կարող են ասել տրամաբանորեն լրիվ հակառակը, ու սա իրանց համար նորմալ է։ Հիմա քանի որ մենք մեր շրջապատում ունենք իրենց հետ տվող, առնող, իրենց աջակցող մարդիկ, պետք է իմանանք մի բան, այսօր մեզ իրանք ինչ ասում են, ինչ անում են, ինչ խոսք են տալիս, ինչ մեզ հավատացնում են, նույն հաջողությամբ իրանք հենց վաղը կարող են անել ճիշտ հակառակը, ու դա իրանց համար նորմալ է։ Ես կարծում եմ դրա համար ամեն մարդու անվտանգությունից է բխում այս կարգի մարդկանց ուղղակի մեկուսացնել իր շրջապատից։ Եթե իհարկե իր համար էլ է դա նորմալ, եթե իր համար էլ է նորմալ, ուրեմն բինգո, մարդիկ իրար գտել են։ Իրար կարող են այսօր մի բան ասել, վաղը լրիվ տրամաբանական հակառակով։ Ու ոչ մեկից նեղանալու բան չունի, բոլորը նույնն է։ Այսինքն երկու կողմն էլ նույնն է։ Հայաստանում այսպիսի մի երևույթ կա։ Նիկոլի հերթական Ստյոպիկ Սաֆարյաններից մեկը, որը ազգանունը ողակի ուրիշ է։ Սաֆարյան Ստյոպա չէ, բայց նույն Սաֆարյան Ստյոպան է, էլի տարբերություն։ Նույն գարշելի երևույթը մի բոյի, մի տեսակ, իրանք այսօր կարող են ասել, մի բան բաղտնդել լրիվ հակառակը։ Սա այդ տեսակն է, ինչի մասին որ ես խոսում էի։ Արսեն Թորոսյան կարա լինի իր անազգան։ Ընդհանրապես կապ չունի իր ազգանուն Մեհրաբյանը Թորոսյան, թե ասենք, չգիտեմ, Ստյոպիկ Սաֆարյան, բացարձակապես։ Կամ Խուշրուտյան, ինչ տարբերություն։ Հա։ Սա շատ նեղված է։ Շատ անակնկալի է եկել։ Որ ինչ որ մի բան իրանց ուզածով չի գնում։
Ինչ-որ մի բան իր հենց եկեղեցու հարցում իրաց ուզածով չի գրում, որովհետև կաթողիկոսը վերցեց հայտարարեց, որ եպիսկոպոսատ ժողովը ոչ ավել ոչ պակաս ինքը հրավիրում է Վիեննայում։ Երրորդ օրն է մի խուճապա թշնամուտա ճամբարում։ Ես ուզում եմ հասկանալ, դեռ առիթ չեմ ունեցել խոսեմ հոգևորականի հետ, որ հասկանամ, այդ ինչ տարբերություն է եպիսկոպոսատ ժողովը որտեղ է Հայաստանում է, Թուրքիայում է, չգիտեմ, կարող Ստամբուլում, Կոստանդնուպոլսում կարող լինել, կարող է լինել, չգիտեմ, ասենք, Լիբանանում կարող է լինել, ցանկացած տեղ կարող է լինել, Երուսաղեմում կարող է լինել, բայց մա որոշել է Վիեննայում։ Ինչն է այդտեղ խնդրեմը, որ այս թշնամական ճամբարը այսքան նեղված է։ Ու իրանք նեղված են ոչ թե նրանից, որ մեզ հայտարարում են մեր ունեցածը, խնդրեմ, որ արտաքին հետախուզության ծառայությունը հոգևոր մշակութային կառույցները երկրի համար սպառնալիք է համարում։ Իրանք սրա համար չեն նեղված։ Այսինքն իրանք համար նորմալ է փաստորեն, որ հոգևոր մշակութային կառույցները երկրի համար սպառնալիք են։ Իրանք համար աննորմալը նա է, որ կաթողիկոսը հանդիպում է հրավիրել, ժողով հրավիրել Վիեննայում։ Սա իրաց համար նորմալ է։ Արցախը դատարկելը իրաց համար նորմալ է, հայ սպանելը նորմալ է, բայց կաթողիկոսի եպիսկոպոսատ ժողովը աննորմալ է որտեղ Բարենորական շարժման նախաձեռնող այդ հանձնաժողովը խումբը, որը բաղկացած է եպիսկոպոսներից եւ արքեպիսկոպոսներից 10 հոգի, որին նաեւ միացել են բազմաթիվ վարդապետեր, քահանաներ։ Կմկմաս դու դեռ պիտի կմկմաս այն ժամանակ, որ թուղթ ու գրիչը կտան ձեռդ, կասեն գրի։ Դու այնքան կմկմալու առիթ ես ունենալու, ես էլ պետք է նստեմ այդ ժամանակ, նայեմ աչքերի ձեռքդ ոնց է դողում, ոնց ես կմկմում, բիբլիդ ոնց է ասենց խաղում վախից։ Մի կմկմալ։ Ինչի չես կարող անում ասես 10 եպիսկոպոս միացած, հա, ուզում ես հորինես դա մա չի ստացվում։ Եվ գտել են ինչ-որ մեկի, նույնից ասեմ, այ Դրան միանգամից տրվեց խիստ բացասական գնահատական, ասելով, որ ժողովների, հավաքների տեղը այն էլ այն հավաքների, որոնք պետք է որոշեն եկեղեցու ապագան, միայն Սուրբ Էջմիածինն է եւ միայն Սուրբ Էջմիածինը կարող է լինել։ Մեծ հարցնող են։ Ո՞վ է ձեզ հարցնում։ Ոնց կարող է կարգալույց եղածը որոշի եպիսկոպոսատ ժողովը որտեղ է լինել։ Անհանգստացածա թող անհանգստանա իր համար։ Ո՞վ է իրան հարցնում։ Եկեղեցին կաթողիկոս ունի։ Դուք ոչ մեկ եք։ Ձեզ ինչ թե եկեղեցու ժողովը որտեղ է հրավիրված։ Ների համար ինձ թվում է, պետք է ոչ մի տարբերություն չունենա, եթե դու ներ չես, դու ների զավակ չես։ Միակ բանը, որ քեզ պետք է մտահոգեր, սա է, որ հոգևոր մշակութային կառույցները երկրի համար դիտարկվում են որպես սպառնալիք։ Փաստորեն սա ձեզ չի հետաքրքրում, սա ձեզ չի մտահոգում, մտահոգելը եպիսկոպոսատ ժողովը։ Ես կարող եմ ենթադրել, որ կաթողիկոսը բայց անես ձիուք հայլը արեսանով, որ թշնամու ախորում մի ձայներ է գալիս, հենա լսում են ձայները։ Լսենք այդ ախորից ինչ ձայներ է գալիս։ Զուգահեռաբար ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնը դեռ զբաղեցնող Գարագին II-ը որոշումներ է ընդունում, մարդկանց է կարգալույց անում։ Ես ապուշին բացատրի, որ դա իր գործն է, դա իր պարտականությունն ու իրավունքն է։ Դա իր պարտականությունն ու իրավունքն է, բայց ինչ պետք է անել։ Հոգևորականների զբաղեցրած պաշտոններից ոմանց հեռացնում, ոմանց նշանակում, որն էլ Գիտեք ողբերգությունը որն է, սա լսող կա։ Ոչ մեկը չի ասում։ Այ կիսամարդ, այ չմարդ։ Դու գիտես հասկանում ես ինչ է նշանակում կաթողիկոս։ Նա ամենայն հայոց կաթողիկոսն է եւ ունի իր վրա պարտականություններ եւ լիազորություններ, որը նա իրականացնում է։ Քո ինչ գործ։ Զարմանում է, որ նշանակումներ անում, մարդկանց է հեռացնում, մարդկանց չէ։ Սատանաների տիրադավերի, որոնք մտահոգվելու փոխարեն, որ իրանք իրենց կառույցը
Եթե իրանք իհարկե հոգևոր մշակութայինի մեջ են մտնում։ Դիտարկմամբ որպես ազգային սպառնալիք, դրանով չեն մետապում։ Կարող եմ ուրեմն ենթադրել եւ պնդել, որ բոլոր նրանք, ովքեր չեն մտահոգվում այս հայտարարությունով, իրանք հոգևոր մշակութային դաշտում չեն եւ իրանք չեն ներկայացնում իրանք այդ դաշտի ներկայացիչ որպես։ Սա ես ուղղակի պնդում եմ, որ ում համար միևնույն է դա, փոխանակցանից խոսա, անգելա կաթողիկոսի եպիսկոպոսի ժողովի, ուրեմն փաստորեն ինքը այդ համակարգի ներկայացիչ չէ։ Իսկ եթե դու այդ համակարգի ներկայացիչ ես, ի՞նչ տարբերություն քո համար։ Տեսնենք ում են հրավիրել։ Արդեն հարցեր է առաջացնում, թե ինչ իրավունքով եւ ով է ենթարկվելու դրան։ Մենք մեր նախորդ թողարկումներում անդրադարձել ենք այդ հարցերին, նաեւ հրավիրել մարդկանց, ովքեր առնչվել են այդ գործողություններին։ Սա գիտեք ում ալիքով է։ Ալման Բաբաջանյանի բազմասեր, բազմակի օգտագործված Սերժիկի, Միշիկի կողմից, առ այսօր հիմա էլ Նիկոլի կողմից եւ բնարաբար բոլոր ես չասեմ բոլոր եւ առնվազն մի քանի էլի օտարերկրյա ծառայությունների կողմից, որոնց ծառայելու համասը բանտարկված է ժամանակին։ Իրան պատկանող առաջին այրն այս քալոզը գնում է։ Տեսնենք ում են գտել իրանց սրտակից ցավացող այս ամեն ինչի վրա։ Եվ ներկայիս փուլը լավ հասկանալու համար ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Գուսան Վարդապետ Ալճանյանը։ Բարև ձեզ, Տեր Գուսան, օրհնեցեք։ Օ, էսա հարգարժանը։ Էս պեդաֆիլն է հարգարժանը։ Սարվամոլը։ Այս մանկապիրծը, հիմա քեզ ոնց են դիմում այդտեղ, ընկեր մանկապիրծ, ընկեր պեդաֆիլ, թե ոնց են դիմում։ Հա? Ոնց, կամ ընկեր տիրադավ։ Ոնց են դիմում։ Օրինակ ոնց կարելի է մարդուն դիմել, այս կարգի կենսագրություն ունեցող։ Նաև մեկին, որ ասենք 6 ամիս առաջ, 5 ամիս առաջ, երթվում էր կաթողիկոսի անունով, այսօր դրեցին կամպրամատների դեմ, այսօր միացել է տիրադավների ցուցակին եւ ինքը նեղված է որ կաթողիկոսը եպիսկոպոսած ժողով է հրավիրում։ Ես շատ ուրախ եմ որ դուք նեղված եք։ Նշանակում է Գարեգինը ճիշտ քայլ արել։ Թե չէ հիմա այս պեդաֆիլը ինչ կխոսա, բացարձակապես էական չի։ Կարևորը գիտեք որն է։ Ոչ անտած զգուշացում էի։ Այ ворփոանտերներ։ Դուք էս ինչ եք անում։ Էսում դեմ եք թռել, էսում դեմքին եք թռել, էսում դեմ եք դուք դուրս գալիս։ Մի արեք։ Այս հրեշին տենում եք այս հրեշի դեմքով Նիկոլի ծառային։ Ու պատահական չի է, որ այս դեմքով կարա լինի բացարձակապես Նիկոլի ծառան։ Լուրջ եմ ասում։ Այս դեմքը նայում եք, ստե մարդկային ոչ մի բան չկա։ Եվ այս դեմքի կրողը, ցուցարար ջարդողը, զինվորի մոտ մազերից քաշտվողը վթարի ենթարկվել։ Բա մարդը սեփական անազգանունը գրել չգիտի։ Ինչ օրենք, ինչ բան։ Իրան հումիս տվեք, ինքը հոշոտի Նիկոլին հաճայանալու համար։ Մարդումիս։ Վթարի ենթարկ։ Լուրջ վնասվածքներ ստանալով։ Եվ տեսակցության առաջին այցելուին ասել է Աստծից պատժեց։ Իսկ դե ասեմ չէ, ողորմելի, Աստված քեզ չի պատժել էլ։ Քեզ ընդամենը զգուշացրեց։ Եվ դուք չեք հասկանում ինչ է նշանակում Աստված պատժել։ Աստված պատժել բան, երբ դուք չեք պատկերացնում դա ինչը։ Սա պատիժ չի։ Սա ընդամենը մի հատ ծնգոց է։ Որ վերենգեք տեղները։ Դուք չեք կարող ձեր թիթեռնիկի թևերով կրակի հետ խաղալ։ Դուք չեք կարող ձեր եղունգով բաոբաբի արմատներ փոշփրել։ Դուք չեք կարող ձեր գարշելի կերպարանքով դուք Աստծո հրեշտակների դեմ դուրս գաք։ Չեք կարող։ Սա ընդամենը ծնգոց է մի զգուշացում։ Հիմա քանի հոգի հասավ, քանի հոգու ուղեղին հասավ այս զգուշացումը, ես չգիտեմ։ Բայց ես կարող եմ վստահ ասել, բոլորի դուրը հերթով թակելու է։ Բոլորիդ հերթով ու ամեն մեկը չի ոսես փրկվելու է ողջ մնա թեկուզ բազմաթիվ կոտրվածքներով միշտ չի որ բախները բերելու է սա ընդամենը
ծնգոցեր։ Ես ամեն հաղորդման, այտենց հաղորդման չկա, որ ես մեկ օրինակ չբերեմ պատմությունից, որ ձեր նմաններն են ոչնչացվել, հենց ձեր ձեռքով, առնվազն։ Եվ չկա պատմության մեջ մի հատ ներոն, որ իր պատասխանը ստացած չլինի։ Չկա, դες բան գոյություն չունի, Կալիգուլա կլինի, Ներոն կլինի, Հիտլեր կլինի, ով ուզում է լինի։ Ոչ մեկ չի պրծել այս պատմության դատաստանից։ Չկա էլ այդ օրինակը։ Այդ ժամկետը ես որոշողը չէ, ժամկետը ամենից հաջորդ օրը կլինի, բայց որ լինում է անպայմանալի։ Հիմա շարունակեք ձեր ոնց ասեմ ձեր հաղթարշավը ճակերտավոր, հա, ներին ծառայելով։ Մի ասեք Աստված պատժեց, Աստված չի պատժում։ Աստված ընդամենը հուշում է քեզ, որ մի քիչ արագ ես գնում, ու մի քիչ սխալ ուղղությամբ։ Շարունակելու դեպքում քեզ Աստված չի կարա փրկի, թե չի Աստված չի պատժում։ Այդ դուք եք պատժում, Աստված զգուշացնում է։ Սա մասին արդեն ասեցի։ Եվ այսպես առանց կասկածի միշտ մտածել եմ, որ վստահ եմ եղել, որ սրանք սրում են ցուցական փողերով, դերես այդ փողերը սրանց եկել է Հայաստան դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, դեռ 14 թվականից, իսկ առավել ակտիվացել է 17-18 թվականից, իսկ հիմա ուղիղ են փոխանցում, ուղիղ։ Ինչ է պետք ձեր հանցագործությունները շարունակելու համար, բոնուսներ, նվիրատվություններ, ինչ է պետք, թուրքերը ուղիղ տալիս են։ Իսկ սրանց ինչ է պետք, փող։ Բայց ես իրենց տրամադրությունը պետք է գցեմ էլի, վատն եմ, չէ, ես անդադ ուզում եմ սրանց տրամադրությունը գցածնեմ, փողը ձեզ չի փոխելու, փողը ձեզ ասեմ, չի պետք չէ փրկելու, փողը գիտեք ինչ է, փողը ուժ է, ուժեղացնում է այն ինչ որ մարդու մեջ կա, փողը ուժ է, ոնց որ усилитель, amplifier, ասենց ինքը բան ռեզոնանս է տալիս, մարդու մեջ ինչ կա, փողը դրան ռեզոնանս է տալիս։ Հիմա սատանու ճտերը պետք է զգուշ լինեն փողերի հետ, որովհետև այս ներային համակարգն է ուժ առնում, որը հասկանում եք, դուք ասենք, եթե այսքան մասշտաբի հրեշ եք, դուք դառնում եք այս մասշտաբի հրեշ։ Հիմա ինչ եք կարծում, դուք դրանց շահելու եք, թե չէ։ Եթե դուք այսքան եք վտանգավոր, այս փողերի պարագայում դուք այսքան եք դառնում վտանգավոր։ Հիմա դա լավ է ձեր համար, թե չէ։ Դուք պետք է հասկանաք, որ դուք ինչքան վտանգավոր եք, ախր բանն էլ է, հետևանքներն էլ է այսքան հետ գալիս։ Չեն հասկանում սրանք։ Ուղղակի չեն հասկանում։ Գիտեք ինչի։ Չգիտեն ինչ է նշանակում փող, չգիտեն ինչ է նշանակում իշխանություն, չգիտեն նույնիսկ դրա հետ ինչ անել։ Իրաց թվում որ ասենք, չգիտեմ, թանկարժեք պայուսական վզնոց կամ չգիտեմ, գլխայ դրեցին, լավագույն հյուրանոցներով ապրեցին, դա է։ Չէ, դրանք են ատրիբուտներն է, որի տակ բթանում են զգուշավորության սենսորները։ Այդ դրա տակ է բթանում ամեն ինչ։ Որը տանում է, որ սա արագ մի քշի, ինքը չի հասկանում այդ ժամանակ արագ է քշում։ Հաստորեն մեկն իր որոշման համաձայն, չէ, այս ուրիշ բան։ Բաբաջանյան Արմանը այն կանալի տերը, այս բազմասեր, բազմակի օգտագործված են Հովնան arczepiskopos-ի անձնական օգտագործման երևույթը, այն որ էլի նեղացին է, այն որ էլի դուրս է եկել կաթողիկոսի դեմ, որի ստորագրությունը սա կեղծել էր բանակից փախնելու ազատվելու համար, որի համար բռնեցին, դատեցին, մի խոսքով։ Այդ եկեղեցին պատասխանել է Արման Բաբաջանյանին, Ավստրիայի եկեղեցին։ Ինչ է գրել Ավստրիայի եկեղեցին։
Տեղեկացանք, որ բացառապես ճշմարտությունը խոսող ճակերտավոր Արման Բաբաջանյաններ ընթերցողի համար մոլորեցնող եւ բացահայտ կեղծ տեղեկատվություններ են հնչեցրել իրենց հարցազրույցներում։ Նպատակը Ավստրիայում նախատեսված հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսատ ժողովի նախընթաց շրջանում տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելն է։ Այս սրանք ինչքան են վախեցած այդ եպիսկոպոսատ ժողովից։ Անկեղծ եմ ասում, ես դա նշանակությունը չեմ հասկանում, ժամանակ էլ չունեմ զրուցել։ Լուր ժամանակ չունեմ։ Բայց անպայման այդ բացը լրացնելու եմ։ Վաղվա հաղորդման մեջ ես անպայման բացատրություն կտամ, թե դա ինչ նշանակություն ունի։ Ինչպես նաև ամեն գնով հոգեբանական ճնշում գործադրելը ժողովը չեղարկելու համար։ Ավստրիան կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի հանրապետական պատվիրակության կենտրոնն է, որտեղ հայ առաքելական եկեղեցին պետականորեն ճանաչված է 4-րդ ամենահին կրոնական համայնքը։ Եկեղեցին անդամակցում է Ավստրիայում եկեղեցիների էկումենիկ խորհրդին, որի գործող նախագահ հայրապետական պատվիրակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան գերաշնորհ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանն, որն արդեն երկրորդ անգամ է ընտրվում հիշյալ պաշտոնում։ Մի խոսքով, ես ուրախ եմ, որ սրանք այսքան բանեն խառնված են իրար այս ժողովից։ Ես դրա պատճառները վաղը անպայման կներկայացնեմ ձեզ, հիմա ասեմ ուղղակի փաստ արձանագրենք, որ կաթողիկոսը նախաձեռնել է մի բան, որ խառնել է սանց բոլոր խաղաքարտերը։ Եվ ուղղակի տեսեք ինչ է ստացվում։ Ուղիղ սպառնալիք համարելով կրոնական մշակութային արժեքները եւ կազմակերպությունները, սրանք չեն լսում դա։ Չեն լսում։ Իրաց համար ավելի մեծ սպառնալիք է կաթողիկոսի եպիսկոպոսը կամ ժողովը փաստորեն։ Հիմա հարց, ում համար է սա սպառնալիք։ Պատասխան, ում համար հայոց իրոք հոգևոր մշակութային կազմակերպությունները սպառնալիք են։ Պատասխանը միանշանակ։ Մենք աստորեն սենց բան են ունեցել, տեր շահ է Սայրագուն վարդապետ Անյանանը կարգալույց է հրճակվել, ասում են իր դիմումի համաձայն։ Սա էր ճշտ է, տենց ոնց ա լինում։ Եվ ամենակարևորը, առ այսօր որևէ կարգավիճակ, որևէ քրեական գործով, որևէ այլ կարգավիճակ, ընդ որում մեղադրական կաթողիկոսը չունի։ Կաթողիկոսին ինչի մեջ ասես խոսակցության մակարդակում մեղադրում են։ Ծայրագուն վարչապետից սկսած մինչև վերջի բորենի։ Առ այսօր ոչ մի մեղադրական մտենք չկա։ Հարց ինչի։ Ինչի։ Այդքան մեղադրում եք, էլ շպիոն, էլ գեներալ լեյտենանտի զեկուցում օրական ռեժիմով, էլ ինչ ասես ասում եք, բա ուր է քրեական գործերը։ Չկա, բա ինչ եք ուզում ես մարդուց։ Նույնպես եմ ասում, այս ինչ որ անում եք դուք հիմա հայ եկեղեցու նկատմամբ, դուք ավելի եք ուժեղացնում հայ եկեղեցուն։ Որի համար կաթողիկոսը պետք է ուղղակի վերջում շնորհակալական խոսք ասի եւ բոլոր են տիրադավերին, որոնք իրենց ներկայությունից ազատեցին Մայրաթորը։ Հալի մի հատ նայեք այդ տիրադավների ցուցակին։ Արվամոլ, պետաֆիլ, ռազմական հանցագործ չէ, բանը ֆինանսական հանցագործ կներեք։ Մյուսը ֆինանսական հանցագործ, օֆշորների վարպետ, քահանային բռնաբարող քահանայի կնոջը, պետաֆիլ, մի խոսքով, տեսեք ինչենից է առանձնացրել եկեղեցի Փաշինյան Նիկոլը։ Ոնց շնորհակալություն չասես։ Այդ 10 հոգում որ նշեցի, ոչ մեկ հավատացել չի։ Ոչ մեկ, ասում եմ, սա սատանա է։ Հիմա ոնց շնորհակալություն չասի։ Գարեգինը պիտի շնորհակալություն ասի։ Վերջում իհարկե։ Վերադառնանք քաղաքականություն։ Պատգամավորը չի կարծում, թե խաղաղության խորհրդին միանալը բացասաբար կազդի Հայաստանի եւ Եվրոմիության հարաբերությունների վրա։
հետաքրքիր է ով է քրպապատականավոր, ասենց իջնում եք ներքև, իջնում եք մեկ էլ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքերով Էդուարդ Աղաջանյանը քաղաքական գործիչ է, DJ Էդոն, այդ տխմարը ինքը հասկանում է Խաղաղության խորհրդի միանալը բացասաբար կազդի Եվրոմիության հարաբերությանը թե չէ, հա, ինքը այդքան ուղեղ ունի, ո՞й քեզ բան, ու ինքը չի կարծում, իսկ ում է հետաքրքիր DJ Էդոն ինչա կարծում, ասենք չի կարծում ինքը, որ մի պայմանագրի միանալը բացասական կազդի այն դեպքում, երբ որ բոլոր եվրոպական երկրները, այսօր իմացան, որ նաև Իսպանիան է հրաժարվել, խնդրեմ, ուղարկել է գրողի ծոցը։ Կանադան է հրաժարվել, ավելի ճիշտ Կանադան անենց ճառը արտասանել պրեմիեր մինիստրը, որ հրավերը հետ է կանչել Թրամփը։ Բոլոր երկրները, այնտեղ Ֆինլանդիան, Բելգիային հայտարարել են, որ միացել է, Բելգիան հերքել է, որ ինքը միացել է։ Ֆրանսիա, Բրիտանիա, Գերմանիա, մի խոսքով, բոլոր եվրոպական երկրները հրաժարվել են։ Հեսա Իտալիայի հայտարարությունը կկարդանք։ Բոլորը։ Դե բացի Հունգարիայից։ Դե Հունգարիան ես ասել եմ, չէ, Հունգարիան Ռուսաստանի կցորդն է։ Ոնց կհրաժարվի Թրամփից կամ Նետանյահուց։ Բայց DJ Էդոն մտածում է, չէ, կարծում է, որ ինքը կարծում է, ամենա բանալի բառն է, որ DJ Էդոն կարծում է, որ դա բացասական չի ասնի։ Մի կազմակերպության միանալը, որը մերժում է Եվրոպան։ Հայաստանը միանում է, բայց դա հարաբերությունների վրա չի ազդել։ Ընդ որում, որտեղ դրան ասել են, արի, փող էլ մի տուր, արի, հեսա դառնել ենք հասնի։ Գլխականակա, չէ։ Այստեղ ուզում եմ հիշեմ Տոլստոյի խոսքերը։ Խեղճ մարդը մտածում էր, ասում է, եթե չար մարդիկ կարան միավորվեն չար գործերի շուրջ, ինչու բարի մարդիկ չեն կարողանում միավորվել բարի գործերի շուրջ։ Լագիչնի հարցը, լրիվ լոգիկայի մեջ հարցը։ Պատասխանը գիտեք որն է։ Ըստ իս, դու գիտեք ձեր պատասխանը։ Եթե չեմ միավորվում բարի գործերի շուրջ, նշանակում է մեր պատկերացումներն է սխալ իրենց բարի կամ ոչ բարի լինելու մասին։ Ուրիշ պատասխան ես չեմ կողմ։ Որովհետև դու կարող եք ձեր պատկերացումներ ունենալ մարդու մասին, բայց իր ընտրությունը, իր պլանները լինեն լրիվ այլ։ Ինչպես ցույց տվեց վերջի 8 տարին 80% վստահ էր քվեարկողների, որ Նիկոլ իր երազանքի վարչապետն է։ 80%-ից մնացել է 15%-ը։ Այդ 15%-ները իր վարձկաններն ու ֆեյքերն են թուրքերի հետ։ Առնվազն 70%-ը հանրապետության բացահայտեց, որ իր պատկերացումներն ու իրականությունը չեն բռնում իրար։ Հիմա նույնը ստեղ է։ Այո, չարը վատ գործերի շուրջ անմիջապես միավորվում է, որովհետև ոչ թե ինքը սիրում է մյուս չարին, չէ, որտեղ այդտեղ ընդհանուր շահ ունեն։ Ժամանակ բան կա, չէ, ոչինչ այնքան չի կապում մարդկանց, որքան միասին կատարած հանցագործությունը։ Միասին կատարած բարեգործությունը մարդկանց այդպես չի կապում, բայց միասին կատարած հանցագործությունը մարդկանց կապում։ Չարը շատ ուժեղ է կապում, չավատ գործերը։ Իսկ բարին դա կամավոր է, չարը ստիպված։ Էդա ծերուկ ջան։ Սա իմ պատասխանն է, դուք կարող եք ունենալ նաև ձեր պատասխանը։ Իսպանիան չի մասնակցի խաղաղության խորհրդին։ Իհարկե։ Խաղաղության խորհուրդը հետ է կանչում Կանադային ուղղված հրավերը։ Թրամփ։ Սա պատմության մեջ մնալի է մեծագույն աղետ եւ ամենամեծ փորձություն, ընդ որում այս փորձության միջով անցնող երկրները ուրիշ որակի վրա են հաղթահարելու այս խնդիրները։ Այսինքն այն պարագայում, երբ որ արդեն հաղթահարված կլինի Թրամփ կոչված աղետը,
սպառնալիք աշխարհի մակարդակով, այն երկրները, որոնք դիմագրավեցին, իրանք այլ կարգի հաղթանակած են զգալու։ Ափսոս, որ այդ հաղթանակած երկրների շարքում չի լինելու Հայաստանը։ Հայաստանը ինքնական մտավ չարի բանակ։ Ճիշտ է, Էդոն ուրիշ բանակարծում, DJ Էդոն, հա։ Բայց Հայաստանը ինքնական մտավ ավելի ճիշտ մտցրեցին, ով էլ որ մտներ կամ չմտներ։ Հիշում եք, ընդամենը մի երկու շաբաթ առաջ ինֆորմացիա տարածվեց փոքրիկ, որ Հայաստանի արտգոս նախարարությունը պատվիրակություն ուղարկել հանդիպում են ունեցել Իսրայելի արտգոս նախարարության հետ։ Եվ դա ոչ թե նախարար Արաբատ Միրզոյևի մակարդակի վրա էր Ռուսաստանի գործակալ Օմեգայի, չէ, փող նախարարի Էմիատ Կոսանյան Վահանկա է, այն իդիոտի։ Այսինքն այնքան երկրորդական մարդ էին ուղարկել, որ կարող էին մարդ էլ չուղարկեին, նամակ գրեի դրա փոխարեն ավելի ճիշտ կներ էլի։ Բայց ինչ որ բան էին ուղարկել, գիտեք ինչի համար։ Ես զարմացա, ոնց կարող էր Իսրայելի հետ այդպես կարևոր հանդիպումը տալ մեկին, որի նույնիսկ տանը չեն ճանաչում։ Հիմա է պարզ, որովհետև մեկ էր ողա գնում։ Որտեղ իրանք այնտեղ պետք է ասեին մի խոսքով. SS անելու, SS անելու, SS անելու։ Ու ինքը վերցրեց պապկեն դրած դեպի տակ, եկավ ներկայացավ Նիկոլին, ասեց, հա։ Մի խոսքով մեր փոխարեն արդեն որոշել են, ինչ ես ասում Նիկոլին, ինչ պետք է ասեմ։ Դա իմ աթոռն է պետք։ Թողեն ես վարչապետ աշխատեմ, հա։ Դե ուրեմն մտանք։ Մեր փոխարեն որոշեք, ինձ էլ կարող եք չհարցնել։ Կտամենը երկու շաբաթ առաջ էր ինձ հələ բանի ժամանակ ուժեթե ժամանակ հարցեցին ինչ կարծիք եմ դրա մասին, ես զարմացա, ես այդ հանդիպման մասին չգիտեի։ Երեկոյան տեղեկացա ու նայեցի ինչ մակարդակի վրա է գնաց, զարմացա, ոնց կարելի է, ասենք Իսրայելը աշխարհում քաղաքականությունը որոշող երկիր է։ Փաստ։ Այս ամեն ինչի հետևում, այս Թրամփի խորհուրդ, խաղաղության խորհուրդ, բան էս կոմիտե, ամեն ինչ կախվում։ Դա ամեն ինչ դիքուկում կանացա Իսրայել։ Եվ ինքը հանդիպումը Հայաստանի դելեգացիայի հետ այդ մակարդակի վրա նշանակում ընդամենը գալիճկի համար, որ ասեն, որպես գլխականակ կգաս վեր կընկնես սնդե, բայց դու բանակցությունների նույնիսկ չես էլ մասնակցի։ Բայց մենակ վեր են գնել այնտեղ, գիտեք ինչքան մեծ ոգևորություններ առաջացրել տխմար մասայի մոտ։ Այդ այն մասան է, որ իսպանացիները, պորտուգալացիները որ գնացին գրավելու, իրանք հասկացան, որ այդ հնդիկների մի հատ փայլփլու խաղալիքներ է, ասես պետք ցույց տալ ու ինչ ունեն տալու են դե։ Այ դրա դիմաց։ Այ այս աբորիգեն կարգավիճակով ասես բերաները բացել է։ Օ Թրամփը իրան ասես Նիկոլին մալաձեց սուկին սին։ Իրանք դրա վրա ոգևորվել էին։ Այդքան բան։ Ռուսաստանը վճարել է Ղազախստանի փոխարեն 1 միլիարդ դոլար։ Ընդ որում հիմա հարց։ Ախր Ռուսաստանը փող չունի։ Ռուսաստանը ոնց կարող Ղազախստանի տեղը վճարի։ Սա այն սառեցած գումաններով է ուզում Պուտինը վճարի, որոնք այսօր սառեցված են ամերիկյան եվրոպական բանկերի կողմից։ Իսկ ասում է Թրամփ, ես գալիս եմ, հələ ես էլ վճարում եմ Ղազախստանի համար, բայց այն փողերից, որ կմոտ մեկը կորած փողեր է։ Թրամփ ուզում ես կողքդ կանգնածել ես Ղազախստանը, Բելարուսը, Հայաստանը, ուզում ես այդ փողերից վերցնել։ Թրամփին է միլիարդի անունը տուր, շորերն էլ կհանի։ Հասկացաք ոնց է աշխատում, սա ինչ կառույց է։ Իսկ սա Մինեսոտան է, 23, հունվարի 23-ին, Թրամփի դեմ, նայեք սա։ Դա Թրամփի դեմ, ասում Մինեսոտայում։ Իսկ սա Նյու Յորքում, եթե մեկը տեղյակ չի ինչա նշանակում լինել տնօրեն Նյու Յորքում, նայեք ինչա նշանակում լինել տնօրեն Նյու Յորքում։ Ma'am, step aside. I said back it up! You think you snatching kids from my school? Not today! We have paperwork. And I got a bag! Get him his shots in! Let me show Այսինքն, էսա տնօրենը։ Այս եկել է մոտի դպրոց։
Դպրոցի տնօրենը բեյսբոլի բիտայով դուրս եկել դեմ։ Մտակ մոտեցա գլուխը կջարդան։ Էս իմ դպրոցն է։ Դպրոցի տնօրենն էր, այս հենց է լինում տնօրենը։ Նյու Յորքում այսը 0-յա։ Ինչի՞։ Դա Նյու Յորքի քաղաքապետ ունի։ Դա Նյու Յորքում ապրում են այս տնօրենն էր։ Մինեսոտան։ Ու այս երկրի այս չխմած նախագահը, որ այս բոլոր իադեմը, այս ինչ որ տեսնում եք, սա էլ է բանը Թրամփի դեմ։ Սրանք Թրամփի պալանին խոտ են փռել։ Խոտ։ Ու Փաշինյան Նիկոլը որոշել է, որ ինքը պետք է դրան միանա։ Այստեղ ես հիմա ուզում հարց տամ։ Սա մասին գրել էր Հարություն Բաղդասարյանը, ես հիմա ուղիղ իրանցիտ եմ։ Պոլիտիկ AM-ը գնում է, որ Հայաստանը խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության։ Ասել են, արի, որ ֆանտեզ։ Քեզանից փող չենք ուզում, արի, դու գլխականակ ես ընդամենը, որ մենք ասենք Թրամփսիլա, Թրամփի կողքին մարդ կա կանգնացել են հայվանի բերանը բացնեք, հեսա վիճակը կարգավիճակը։ Հիմա Հարություն Բաղդասարյանը հարց է տալիս։ Հարց։ Այ անգրագետներ։ Արդյոք պահպանվել են միջազգային պայմանագրի մասին ՀՀ օրենքի դրույթները։ Բայց քանի որ Թրամփը դեբիլ է, լրիվ իրան նմանն մի հատ էլ դիմացին դա, իրանց համար միևնույնն է, բայց մեր համար միևնույն չի։ Հոդված 4 բերումը Հարություն Բաղդասարյանը։ Միջազգային պայմանագրի կնքման առաջարկությունը։ Միջազգային պայմանագրի կնքման դրա միանալու առաջարկությունը վարչապետին ներկայացնում է իրավասու մարմինը, հիմնավորելով դրա կնքման, դրա միանալու նպատակահարմարությունը եւ կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացության միջազգային պայմանագրերի կնքման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին կամ կարգավորման ենթակա հարաբերությունները իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթով կնքելու նպատակահարմարության մասին։ Նախ պետք է կնքվի, պետք է եզրակացություն ներկայացվի։ Երկրորդը Սուն հոդվածի առաջին մասում նշված իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման ընթացակարգերը սահմանում է կառավարությունը։ Հետո ամենակարևորը ցանկացած միջազգային պայմանագիր վավերը, երբ որ այս ամենի ընթացակարգեր անցնելուց հետո դա հաստատում է խորհրդարանը։ Իրադ այդ ստորագրել, միանալ, հայտարարել վարչապետի պարագայում 0 նշանակություն ունի։ Հա, հոգեբանորեն բանա մարդկանց վրա ազդում է դա, բայց իրավական տեսակետով միջև այս ընթացակարգերը չանցնի, դա միջազգային պայմանագիր չի կարող համարվել։ Այդ չեմ ասում Թրամփի հետ կնքված ինչ որ մի հատ թուղթ։ Թրամփը նույնիսկ իր երկրի օրենքներն ու սահմանությունը չի հարում։ Այս պարագայում իրան այդ մի քանի միլիարդն է պետք։ Ինչի մի քանի միլիարդ, գիտեք քանի երկիր են մնացել, 22 միլիարդ արդեն դրած կողքի վրա։ Հայաստանին հանեն 21 լա, որ փող չի տվել։ Ընդեղ էլի վիճելի հարցեր կա, Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը միացել են, բայց Ռուսաստանն է փողը տալի սառացած գումարներով, վստահ է դեր մի բան կանի անպայման Թրամփը։ Փողն է եւ վերջում պարզվել է այդ բոլորը պետք է իրականացնեն մի հատ ծրագիր։ Պաղեստինի դատարկման ծրագիրը։ Համասի զինաթափում, Պաղեստինի դատարկում եւ Թրամփի երազած Ռիվերիայի կառուցումը, դե հյուրանոցներ, բաներ։ Նույն բանը ոնց որ Արցախին էլի։ Էթնիկ զտում։ Ու այդ էթնիկ զտման ծրագրին միացել է անվճար Հայաստանը։ Դե հիմա նայեք ովքեր են այդ բանում կազմակերպությունում, սա շատ կարևոր է։ Մի հատ երկիր չկա այդ 22-ի մեջ, որ իր իմիջով հանդես գա որպես երկիր, որտեղ սահմանբանը պահպանված է միջազգային օրենսդրությունը, օրենքները, միակը Ամերիկա Միացյալ Նահանգներն է, բայց այլ իդեմս Թրամփը թքած ունեն այդ ամեն ինչի վրա։ Մնացածը երկրներ են, ոնց որ բանը բռնակալների ակումբ լինի ուղղակի։ Իսկ այդ բռնակալների ակումբում իրան շատ հարմար ազգում Փաշինյան Նիկոլը։ Շատ, ու ինքը բնականաբար այնտեղ պետք է վազեր։ Որովհետև իրավական տարածքում
Փաշինյան Նիկոլը իր 15% ձայնով ով է։ Ով։ Նա ոնց կարա իրավական տարածքում, ասենք եվրոպական տարածքում ստանդարտների մեջ ինքը որոշի ում նշանակի կաթողիկոս, որոշի ում ձերբակալի ում չէ։ Բնականաբար չի կարել, չէ՞։ Բայց այդ համակարգում ինչպես բոլորն են անում։ Եվ փաստացի, ովքեր աջակցում են այս ծրագրին, ովքեր ողջևորված են այս ամեն ինչով, նրանց երազանքն է Հայաստանը նման վիճակի սարքելը։ Այն որ ասում են Հայաստանը Ռուսաստանից փախնում է, բայց մտնում է ավելի մեծ Ռուսաստանի մեջ, որտեղ ոչ միայն Ռուսաստանն է, այսինքն աշխարհի մակարդակով ինչքան այդ որակի երկրներ կա, Թրամփի գլխավորությամբ հավաքվում են իրենց հետ, նպատակ ունենալով մի բանի նոր աշխարհակարգի մեջ բացառել որևէ իրավական գործընթացի պարտադիր լինելը։ Ուժերես, փողը ձեռը, ինչ ունես, ինչ կարող ես, ինչ ուզում ես կարող ես անել։ Մի բան, որ ասենք ՄԱԿ-ի պարագայում խնդիրներ է ստեղծում։ Որտեղ ՄԱԿ-ի դատարանը կարող է քեզ հանցագործ ճանաչել, ոնց որ Նետանյահուն ու Պուտինին։ Չկա ՄԱԿ, նոր աշխարհակարգում, նոր խաղի կանոններով, ինչ ուզում ես արա։ Ինչ ուզում ես արա։ Դե Հայաստանում էլ ով դրան կողմ է, ուրեմն հասկացեք ինքը ով է։ Նպատակներն իրա ինչն է։ Եվ ահա Իտալիան այս գերեսկուին իրենց պրեմիեր մինիստրը Թրամփին է պատասխանում, որն ասել է ՆԱՏՕ-ն առանց Ամերիկայի ոչինչ է։ Ինքն էլ ասում է հրաշալի է։ Այդ դեպքում Եվրոպան կփակի ամերիկյան ռազմաբազաները, կխզի շահավետ առևտրային համաձայնագրերը եւ որպեսզի ավելի հստակեցնի իր դիրքորոշումը, կբոյկոտի նաեւ Մակդոնալդսը։ Օ, ոչ միայն դա, խեղճ հրեաներ։ Գիտեք չէ, սա իրենց կամպանիան է, որը ֆինանսավորում է ցեղասպանություն։ Ամեն մեկը որ գնում է Մակդոնալդս, ինքը պետք է ունենա, ինքը ֆինանսավորում է Գազայում ցեղասպանություն։ Բա փակեք։ ՆԱՏՕ-ն Ամերիկան է թող իր ռազմաբազաները փակի դուրս գա։ Ռամշտայնից օրինակ դուրս գա, Ռադեքաշի գնա Գերմանիայից, ինչ գործ ունի Գերմանիայում մնա։ Ինչ իրավունք ունի, ասենք ամերիկյան ռազմաբազաները լինեն, չէ, Եվրոպայում, թող լինի Թուրքիայում, թող լինի Ռուսաստանում, ով է միացել իրան։ Ինչի Եվրոպայում։ Հիմա Եվրոպանում էր ավելի շատ պետք Ամերիկային, թե Ամերիկան Եվրոպային։ Ասեմ մի բան, երբ որ Ամերիկան գոյություն չուներ, Եվրոպան ավելի լավ էր իր համար։ Ավելին ասեմ, Ամերիկա փրկել է Եվրոպան։ Ամերիկան, որ անկախություն է ստացել Անգլիայից, Բրիտանիայից, Մեծ Բրիտանիայից, դա ֆրանսիացիների շնորհիվ է ստացել։ Ամերիկան, որ զարգացել է, դա եվրոպական գիտնականների շնորհիվ է զարգացել։ Մի խոսքով։ Հիմա էլ ատենց։ Եթե այդքան գլուխներ, տեխնոլոգիաներ չգնա այնտեղ, չէ, Ամերիկան ավելի ուժեղ չի, քան Եվրոպան։ Եվրոպան պատմություն ունի, Եվրոպան մշակույթ ունի, Եվրոպան ավանդույթներ ունի, ավանդույթներ։ Ու մի մոռացեք մի բան, Ամերիկան դա Թրամփը չի։ Եթե Եվրոպան եվրոպացին է, Ամերիկան դա Թրամփը չի։ Ամերիկայում ավելի շատ եվրոպացի կա, քան Թրամփի նմաններ։ Մենք կտեսնենք 26-ին։ Տեսակ Նյու Յորքում ինչ են ասում Թրամփին, տեսակ, այդ հենց այդ անկախությունն է։ Դուք այդ ուսուցչի ձեռքից այդ բիտան չեք կարող խլել։ Ինքը այդ մահակով դուրս է եկել Թրամփի զինվորների դեմ։ Մինեսոտան իր ամբողջ ինչի մենակ Մինեսոտան, ամբողջ Նյու Յորքն ապեց։ Եվ շուտով նման դեպքեր կտեսնենք նաև այլ տեղերում։ Իսկ 26-ի ընտրությունները ցույց կտան, քանի տոկոս արժե Թրամփը։ Ու այս նախաձեռնությունը ընդհանրապես ինչ ապագա ունի։ Իհարկե հրեական լոբին ամեն ինչ անելու է, որ էսի մի սոարուն ստանա։ Բայց ես վստահ չեմ, որ հաջողվելու է։ Վստահ չեմ։ Իմջալոս վատ նորություն TikTok օգտագործողների համար պետք է ասեմ, այսօրվանից
TikTok-ը Չինաստանի դիրապետությունից անցնում է ամերիկյան դիրապետության տակ։ Ասել է թե անցնում է հրեական դիրապետության տակ։ Ասել է թե ֆիլտրները, որոնք պետքա դրվեն արդեն, գուցե արդեն դրվել են, դրանք բացառում է որևէ քննադատություն կամ ոչ հաճելի հрьяաների համար, ասկի իրանք են որոշել ով ինչ իրավունք ունի խոսելու, ով ինչ իրավունք ունի դնելու TikTok-ում։ Եվ ոչ միայն TikTok-ում։ Փաստորեն Իլոն Մասկն էլ է X-ում մտցրել սահմանափակումներ հрьяաների Նետանյահուի պահանջով։ Դե հիշում եք այն ժողովը, որ ասեց մենք պետք է այդ հարցը լուծենք։ Մենք կորցնում ենք իշխանությունը, մենք կորցնում ենք ազատությունը, որ սոցիալ մեդիայի շնորհիվ։ Մենք արդեն TikTok-ի հարցը լուծեցինք, գնեցինք։ Պետք է մտածենք X-ի մասին։ Իլոն Մասկը ասեց, մեր թշնամին չի։ Փաստորեն այդպես դուրս եկավ։ Փաստորեն Իլոն Մասկին ինչ որ գումար էր պակասում։ Իսկ թվում է ինքը ամենահարուստ մարդն է եւ իրան գումարի կարիք չկա։ Կամ էլ կարող այնքան կախվածություն ունի, որ այդ գումարն էլ նույնիսկ իրանը չի։ Եվ համաձայնվել է, որ հрьяաները պետք է սահմանափակումներ դնեն նաեւ X-ի վրա։ Բայց ինտուիցիաս ասում է, որ շուտով ծնվելու է այլ հարթակ, այլ պլատֆորմ, որտեղ կհավաքվեն բոլոր նրանք, ովքեր փախնելու են այդ հարթակներից, որտեղ ազատություն են ուզում։ Որովհետև հնարավոր չի 21-րդ դարում խեղդել խոսքը, հնարավոր չի։ Անպայման գտնվելու է մի տեղ, որ մարդիկ էլի մեկա կռիվ են տալու։ Մենք մտել ենք, ասում եմ, պատմականորեն մի այնպիսի этап, որ մի 10 տարի հետո որ հետնայինք, զարմանալու ենք, որ մենք այս ժամանակաշրջանում ենք ապրել։ Իրոք սև ու սպիտակի կռիվը, իրոք խավարի եւ լույսի կռիվը։ Հայաստանում իր մասշտաբների մեջ, աշխարհում իր մասշտաբների մեջ, բայց ոնց նայում ենք, բոլորի փոքրիկ մակետը կիրառվել է հենց Հայաստանում, այս ամեն ինչի։ Ու Հայաստանը այսօր իդեմս Փաշինյան Նիկոլի խավարի դաշտում այդտեղ ենք մենք պարտվում։ Դուք պատկերացեք Հայաստանի վիճակը 1 տարի հետո։ 1 տարի հետո չկա Թրամփի այս բանը, այս ապուշությունը, որտեղ չկա Թրամփը։ Ու Հայաստանը կորցրել է բոլոր տեսակի կապերը Եվրոպայի հետ, ընդհանրապես աշխարհի հետ։ Որ ասում եմ աշխարհից ցիվիլ մասին նկատի ունեմ էլի։ Բայց Նիկոլ Փաշինյանը թքած ունենա, ինքը մի հատ խնդիր ունի 26-ի հունիսին ընտրվել ամեն գնով։ Թե դրանից հետո ով կմնա, ով չի մնա, այնտեղ Եվրոպա կլինի, չի լինի, Թրամփ կլինի, չի լինի, բացարձակապես իրան չի հետաքրքրում, որտեղ իրան պետքա անպայման ընտրվել, վերընտրվել 26 թվականի հունիսին։ Միակ խնդիրը, որ ինքը լուծումը դա է։ Դա ինչի հաշվին կլինի, ոնց կլինի։ Ամենաբարձր ծառից թքած ունենա դրա վրա։ Սա էլ այն նյութն է, որ ես ասում էի։ Elon Musk's free speech platform X has been censoring anti-Israel voices. That is what has come out since allowing the algorithm to be open source. Everybody can look through it. Stu Peters discovered that you could actually find out whether or not your account is being limited, censored, shadow banned, and it actually tells you even why. And the results of this are shocking. You know, Stu Peters put this out there showing that you could actually ask. Միխասկով։ Սա այն է, որ ասում եմ, սահմանափակում է։ Ու ոնց է սահմանափակում։ Հենց զգում են դու այդ ալգորիթմը որոշում է, դու որ կողմից ես։ Ու գցում է քո տեսանելիությունը։ Սահմանափակում։ Դու գրում ես, բայց քեզ ոչ մեկ չի տեսնում։ Վերջ։ Ինչ ուզում ես խոսա, ինչ ուզում ես գրի։ Ոգեշ չի ասում մի գրի, դու գրում ես, բայց քեզ չեն տենում։ Դա հասավ նաև X պլատֆորմ։ Սա հայտարարություն է։ Ես ուզում եմ հավատալ, որ Էլոն Մասկը դա թույլ չի տա, բայց մյուս կողմից
Ինչի պետք է թույլ չտալ, որ չէ որ սա ինքը գնեց այս X-ը, որ օգնի Թրամփին դառնա նախագահ։ Հետո կռվան, հետո դուրս եկավ։ Բայց փաստորեն ինքը տես մեկն է, որ կարող է պլատֆորմներ գնի, որ ինչ որ մեկին սարքի նախագահ։ Ալգորիթմներ փոխի, որ Թրամփին ավելի շատ նայեն։ Դե հիմա փաստորեն նույն բանն արեցել։ Ափսոս։ Սա նայեք։ Տեսեք։ Ստես բան գոյություն չունի։ Interesting about Mamdani's government-run grocery store proposal, those stores will not be selling alcohol, lottery tickets, or pork. Interesting. I wonder where he could have possibly gotten those rules from. Interesting. I wonder where you got that script from. Չբետ աղջիկա, որ հայտարարում է, որ Նյու Յորքի քաղաքապետը արգելում է խանութներին վաճառել խոզի միս, ալկոհոլ, լատարի տոմսեր։ Ինքն էլ ասում է, հետաքրքիր է, դու դա որտեղից ես վերցրել, որ տես բան կա։ People, did you know you and I are paying this emu to come on here and lie? Did you know that? You see, we pay taxes to the government. Our government gives certain countries money, and some of those countries pay $7,000 for these influencers to come on here and lie. Ասում եմ, տեղակ է, որ սրանց մենք ենք վճարում։ Հա, ես պետք է ասեմ, որ $7,000 ամեն պոստի համար վճարում է Իսրայելը, որոնք պրոիզրայելական պոստը վճարեն, այդ հայտնի բլոգերներից։ Մի հատ պոստ ես անում $7,000 հաշվի վրա է։ Isn't that right, opinionated girl? You're not really opinionated. You just repeat shit. Tell me, Big Bird, where are you right now? Եվ հարցնում է, հիմա ասեմ, դու որտեղից ես I'm խոսում։ currently in Israel. Oh, Ասում ես հիմա Իսրայելում, բա իհարկե։ Իսրայելից Նյու Յորքի բնակիչներին ասում են, որտեղից կարող եք մենք խոզի միս գնել եւ ալկոհոլ։ Որ Մամդանին արգելել է։ Ինքը որովհետեւ ասենք մահմեդական է, խոզի միս չի ուտում եւ չի խմում, չէ՞։ Այս ապուշտերն է։ Իբր Նյու Յորքի 10 միլիոն բնակչությունը չգիտի իր մոտ ինչա կատարվում։ Բայց Նյու Յորքին գիտի, հիմա ինչքան են ոչ Նյու Յորքցի նայում, չէ՞, այս ամեն ինչը։ Կմտածեն, այս մահմեդականներն ես ինչ են անում, ես գյոզալ Նյու Յորք, ես գյոզալ քաղաքացին։ Հետո ասում եք Իսրայելից է խոսում։ Այո, սա ստացել արդեն $7,000։ Մեկ ամիս օրը մի հատ պոստ։ Դնում ես $210,000 փողը։ Մեկ ամիսը։ Մեկ տարի մեջ դու արդեն միլիոնատեր ես, բազմա միլիոն։ Որը մի հատ պոստ, ի՞նչ է նշան։ Ես օրական ես մի հարցումը սարքել 4 ժամ եմ ջան։ 4 ժամ։ Մի պոստը կանա վերցնի 5-10 րոպե։ Դու պատկերացրեցիք էլ աշխատանքների տարբերությունները։ Այնա որ ինձ Իսրայելը չի վճարում։ Ինձ ոչ մեկ չի վճարում։ Իմիջելուց, Ջորջ ջան, եթե ուզում եք օգնեք աշխատանքի համար, ալիքի անխափան աշխատանքի համար, խնդրեմ, հակա բոլոր հնարավորությունները կան։ Նա կարաչ։ Էդվարդ Աբրահամյանին եմ ուզում ցիտեմ, կարդացես խոսքերը շատ դուրս եկավ։ Արարատն ավելին է, քան ուղղակի լեռ, ավելին է, քան պատմական հայրենիքի ամենաբարձր գագաթ կամ պատմական հիշողության տեսանկյունից սրբազան լեռ հայերի համար։ Արարատը համազգային խորհրդանիշ է, ինքնության սակրալ հիմք։ Հուսով եմ սա մասին հայերը, իրական հայերը, չեն մոռանում։ Ախ, ես տեսանյութը նայեք, թող սիրտները մի քիչ հովանա, մանավանդ թոշակառուները։ Այսինքն թոշակառուների հիմա երազանքն է սա։ Իսկ հիմա լսենք ինչա պատմում մեր Հակոբյանը ադրբեջանական գրքերի, ադրբեջանական հեքիաթների մասին։ Այն որ մեզ տանում են Ադրբեջան, ասում են այ եթե չուրանանք ցեղասպանությունը Ադրբեջանը չեն կարող բարեկամություն անենք, այ նայեք։ Անում է նրանց մանկապարտեզներում։ Մանկապարտեզներում։ Ժամանակին Ադրպատենը անունով մի պետություն կա։ Սա Ադրբեջանի նախկին անունն է։ Ադրբեջանցիները շատ աշխատասեր ժողովուրդ էին։ Նրանց հմտությունն ու աշխատասիրությունը հայտնի էին ամբողջ աշխարհում։ Շատ երկրների քաղաքավորները պատիվ էին համարում իրենց պալատները ծախսարել
պատենացի արհեստավորների կողմից պատրաստված ամաններով ու ուժերով։ Քաղաքում շատ արհեստավորներ կային, բայց միայն մի քանի հմուտ կավագործներ։ Իվան Խնցեմելի Մերիջան բոլոր նրանք ովքեր TikTok-ներում հարցում են դնում։ Մի դերեկել ես երաշտություն տակ։ Ձենից բարձր է։ Հնարավոր չի լսել։ Ու ես երբեք չեմ կարողացի հասկանալ այդ երաշտության իմաստը։ Բազարի ներսում գտնվում էր վիրտուոզ, կավագործ վիրտուոզ Ահմեդի արհեստանոցը։ Ահմեդը նկատեց մի տղայի, որը շուկայում քաղցրավենիք էր վաճառում։ Քվանում ինչ է տղաց։ Ռովշան, որդիս տեսնում եմ, որ քեզ դուր է գալիս կավագործության պատրաստման գործընթացը։ Եթե ցանկանում ես, արի ինձ մոտ, ես քեզ կսովորեցնեմ այդ արվեստը։ Ռովշանը թևքերը տարեց եւ սկսեց աշխատել։ Այնինչ մյուսները տիրապետում էին մեկ ամսում, նա տիրապետեց մեկ օրում, տարեկան սկսեց երկարից ապրել։ Ապրում էր միակ Չանով, նոր աշխատանքի Էլ չի լսում, ջան, չի լսում, այս երաշտությունները հանեք, չի լսում, ես ում կարևոր տեղ իմ գտնեք, ես մի քիչ առաջ գնացի, կարևոր մասը ամանները և վերադառնանք, մտքերի մեջ կորած Ռովշանը հասկացավ, որ Վարդանը ճիշտ է և հետևեց նրան, շուտով նրանք իսկապես պատահաբար հանդիպեցին մի ջրհորի, մթության պատճառով ջրհորի խորությունը որոշելն անհնար էր և Վարդանն ասաց. Ջրհորը խորը չէ, բայց ինչ որ մեկը պետք է իջնի հատակը, ջուրը հանելու համար, դու ինչի լցրու դրանք, նրան հրեց, գցեց հատակը։ Ռովշանը ընկավ ջրհորի հատակը, վերջապես 12 օր ճանապարհորդությունից հետո Վարդանը տուն հասավ։ Թունքն աչքերին պատմեց Ռովշանի ընտանիքին, որ վերադարձի ճանապարհին ավազակներ են հարձակվել իրենց վրա և տարել Ռովշանին ու ամբողջ ոսկին։ Մի խոսքով, Չար Վարդանը, ըստ ադրբեջանական հեքիաթի, օգտվելով Ռովշանի հնարավորությունից նախ Հայաստանում դրա հաշվին, Ռովշանը պատկերացնում եք, Վարդանը Հայաստանում Ռովշանի հաշվին, վերջում են հրում գցում ջրհորը, հետո գնում սուտը պատմում հափշտակելով նրա ունեցվածքը, մի խոսքով գնում պատմում սուտ այդ Ռովշանի տանիքին, խեղճ ադրբեջան սուտ, ատրպետականացնելու, մի խոսքով, ատրպատական պետք է գտեմ, բայց ուրիշ բան են գրում, իրեն ինչ են գրում։ Սա այն հեքիաթներն է, հեքիաթներից մեկն է, որը թուրքական ադրբեջանական մանկապարտեզում են կա։ Դուք ինձ հիշացրեք հայկական մի հեքիաթ, որտեղ ադրբեջանցի կամ թուրք բացասական հերոսի մասին է խոսում։ Այսինքն որտեղ ընդհանրապես ազգություն կա։ Մի հատ հեքիաթ ասեք։ Հեքիաթի մեջ կա չար ու բարին, բայց հայկական հեքիաթներում է չար ու բարին ազգություն չունեն։ Ինձ հիշացրեք մի հեքիաթ, Խնկո Ապոլը կլինի, Հովհաննես Թումանյանը կլինի, Օզման, մի հատ հեքիաթ, որտեղ ազգություն կա, որ մեր ազգին թշնամասում է մի հատ ուրիշ ազգ։ Հեքիաթը, մենք դες բան չունենք։ Ես այսօր ամբողջ օրս ես մտածել եմ, մենք դες հեքիաթ ունենք, ես չեմ հիշում։ Եթե նույնիսկ հեքիաթի մեջ ինչ որ ազգություններ կերպար կա, դա հրեշային չի։ Հրեշային չի։ Հրեշն է, հրեշ։ Նույնիսկ Սասունցի Դավիթը, երբ որ վերահրատարակեցին արդեն, երբ որ Մըսլան Մելիքը ներկայացվեց որպես Բաղդադի խալիֆ, դա պարզ չէ, որ Բաղդադի հետ ոչ մի կապ չուներ։ Այնտեղ ազգություն չկա, Բաղդադ, բայց այդ որ երկիրն է, այդ պարագան, Բաղդադը ով էր այդ ժամանակ տիրապետում, Մըսլան Մելիք։ Մսրն ու Բաղդադը իրար հետ ընդհանուր կապ չունեն։ Մսրը դա Եգիպտոսն է։ Եվ իրականում Եգիպտոսի եւ Հայաստանի հարաբերությունների մասին է խոսքը, որովհետեւ Եգիպտոսի փառաբոներն են Հայաստանից թագուհիներ տարել իրենց համար։ Այդ պատմությունը, եթե մարդկային դաշտ տեղափոխենք, Սասունցի Դավիթ էպոսը, կարող է լինել Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ։ Բայց նույնիսկ մեր էպոսի մեջ այդ Բաղդադը ո՞րն է, Սիրիան է, չէ։ Իրաքն է, չէ։ Ովքեր են այնտեղ ապրում։ Մենք իմանում ենք, որ դա ինչ որ Մսրան Մելիքն է։ Այդքան բան։ Ազգություն չկա դրա հետևը։ Կանք մենք, բայց այնտեղ ազգություն չկա, ինչ որ օտար բան է։ Սրանց մոտ չէ, ուրիշ է, թիրախավորված է հայը։ Դե ինչ որ մեկի առաջնորդը Ճոմերկի առաջնորդը այս սրանց հետ բարեկամության համար մեզ խորհուրդ է տալի
Հորդորում է ուրանալ, մոռանալ ամեն ինչ, շանակել մորթվել, բա ներդրումները, այսինքն հողով կաշառում են, ասում են, առ ներդրումների ակնկալիքով, ուրացի, դարձի տականք, սրիկա, ուրացի, փողի ակնկալիքով, ներդրման ակնկալիքով։ Սա կարող անել բացառապես մենակ Նիկոլը։ Ես ձեզ հիշացնեմ, մի բան կար, որ նա ուզում էր ընտրվել, ասում էր դուք, ես չեմ կարող ընտրակաշառք բաժանեմ, դա ավականիում էր կարծեմ քաղաքապետի հետ կապված ընտրությունը։ Առաջարկում էր, դուք ինձ ընտրեք, որ դառնամ քաղաքապետ, ես ձեզ ինչ-որ ձևերով կվերադարձնեմ։ Ընտրակաշառք էր առաջարկում, բացահայտ։ Սա իր ոճի մեջ, իր արժեքային համակարգի մեջ տեղավորվող բան է, բայց ոչ հայկական։ Եվ հաղորդման վերջում ես լավ նորությունն եմ ուզում դեր համար կարդամ։ Հաջոցի 32-ամյա կոմպոզիտորը Հովիկ Սարդարյան արժանացել է աշխարհի բարձրագույն մրցանակներից մեկին։ Կարդամ ձեզ։ Էրնստ ֆոն Սիմենսի երաժշտական մրցանակ։ Ոլորտում բարձրագույն պարգևներից է սա։ Հաճախ անվանում են երաժշտության Նոբելյան մրցանակ։ Կա հիմնական մրցանակ, որը տրվում է մեկ երաժիշտի նրա ամբողջ կյանքի ստեղծագործական ներդրման համար, բայց ամեն տարի տրվում են նաև մինչև 3 դափնեկիրներ, հիմնականում ժամանակակից միջին կամ երիտասարդ սերնդի կոմպոզիտորներից։ Եվ 32-ամյա Հաջոցի երիտասարդը հենց այդ 3-ից մեկն է։ Այս երիտասարդը։ Իսկում ես իրեն ճանաչում եմ, ես ուզում եմ հիշեմ։ Ես իրեն տեսել եմ ապայման միտեղ, բայց չեմ կարողանում մտաբերել։ Մարդ ծնվել է Հաջոցում, սովորել է Հաջոցի երաժշտական դպրոցում, հետո երաժշտական քոլեջ, Սայաթնովայի անվան Ստեփանակերտ, հետո Երևանի կոնսերվատորիա եւ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ արժանացել է այս մրցանակին։ Այս հոդվածի վերջն եմ ուզում ձեր համար կարդամ, ինձ համար ամենակարևոր մասը, որ մեր հայրենակիցն էլ Հաջոցին աշխարհի լավագույն մրցանակներից մեկն է ստացել։ Սա իհարկե շատ լավ է, բայց իմ համար ավելի շատ կարևոր էր, թե նա որքանով հայ, բացի ծնունդով, բացի ծննդյան տեղից, ինչ ունի հայկական իր մեջ։ Եվ այսպես հարցը երաժշտական մտածողության ձևավորման վրա իրոք Արցախը հետք է թողել։ Հարցին հերվից է պատասխանում շատ փոքր էր, դեռ երաժշտական դպրոց չէր գնում, նկարում էր։ Այդ էմոցիան թերևս հենց այդ ժամանակ էր ծնվել ու ամրացել է։ Ու իմ փոքր ժամանակվա նկարները այդ անտառներն ու սարերն էին։ Կարծում եմ, որ մարդու համար թեկուզ այդ ռելիեֆը տեսնելը ու բնության հետ այդ կապը, եւ իհարկե դա ինձ համար Արցախն է։ Ես կասեի ավելի շատ Հաջութը, չնայած հետո նաև Ստեփանակերտում եմ սովորել, բայց Հաջութի հետ այդ էմոցիոնալ կապը շատ մեծ է իհարկե։ Միանշանակ։ Ես կարող եմ ասել, որ Հաջութի կորուստից հետո ես սկզբից ամեն օր, հիմա միգուցե շաբաթը 1-2 անգամ գիշերը երազումս Հաջութում եմ։ Այսինքն այդքան էմոցիոնալ նշանակություն ունի ինձ համար։ Ասում է Հովիկ Սարդարյան։ Ես որ ամեն անգամ գնում եի Արցախ, հասնելով հենց մտնում էի կա։ Լաչինի այդ Բերձորի ճանապարհը, որ Լիսագոր այդ բաները դուրս էին գալիս, այդ օդ հասում էի, գնալուց էլ հետ գալուց ասում էի, հնարավոր լիներ սա մի ձևով զակատ աներ, խտացնեի Արցախի օդը, Արցախի օդը, խտացնեի հետս բերեի Հայաստան։ Ամեն անգամվա երազանքս էր դա։ Ես տարեկան 4-5 անգամ Արցախում։ Հիմա որ ես միտեղ եմ գնում, կամ դեղում եմ հայտնում, որ անտառների մեջ թթվածինը շատ է, որպես չափանիշ, ես հիշում եմ Արցախը եւ համեմատում եմ Արցախի հոտի հետ, Արցախի օդի հետ։ Ես պետք է ասեմ մի հատ բան, որ ոչ միտեղ ես դա չեմ նկատել։ Ոչ միտեղ բնությունը այդքան բալանսի մեջ չէր իր արևի,
օդի խոնավության, օդի թթվածնի հագեցվածության, մաքրության մեջ ինչքան Արցախում, որտեղ եւ կանաչներ կանաչ, եւ օդներ թալ, եւ ալեվ կար, եւ խոնավություն կար, բայց չկար մանրակալած ոչ մի բան։ Իսկ իդեալական բալանս, որ ուղղակի մենակ նկատների մեջ կարող էր նման բան լինել։ Սա Արցախյան իմ հիշողություններն է։ Ես վստահ եմ, որ մենք դեռ Արցախ լինելու ենք, գնալու ենք Արցախ։ Վստահ եմ։ Որտեղ այն ինչ որ հիմա կատարվում Արցախի շուրջ, ու մասշտաբները տեսնում ենք սոսկալի, այո, սոսկալի է։ Հիմա Մսրա Մելիքը, իրոք, Սասունցի Դավիթին մեզ գցել է այդ հորի մեջ։ Մենք հոնում ենք։ Հիմա պետք է ձենով ոհանը, որ ձեն տա, մեկ էլ մեջից մենք ստուպենք պատրենք դուրս գանք այդ 40 գազ գոմշիկաշին, այ մենք նույն վիճակի մեջ ենք, պես խապել ու քսել են մեջ են։ Այդ Մսրա Մելիքները իր այդ ամբողջ ծանրությամբ նստացան վրա։ Եթե դա հնարավոր էր մեր էպոսում, ես վստահ եմ, որ դա հնարավոր է նաև կյանքում։ Ու դա մեզանից է կախված։ Սա իմ խորին համոզմունքը, խորին։ Ես մեծապես հավատում եմ դրա։ Հակառակ դեպքում ես ամեն ինչի մաս չէի ունենալու ինձ համար։ Ես լավ նոտայի վրա ուզում ավարտեմ։ Լավ, ասեք։